Ուղիղ մեկ տարի առաջ մեր ծրագիրը ներկայացրեց մի տեսանյութ, որտեղ սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչները մեծ հույսով սպասում էին, թե իրենց գյուղում ձեռնոցի գործարան է բացվելու։ Գյուղապետը վստահություն էր հայտնում, որ դատարկվող գյուղը հաստատ էլի լցվելու է, քանի որ Ռուսաստանաբնակ Տավուշցի գործարարը առնվազն 150 նոր աշխատատեղ էր խոստանում։ Այստեղ կարտադրվեն աշխատանքային ձեռնոցներ, գործարանն արդեն ամառվանից կսկսի աշխատել։ Գյուղին փրկություն էր, գյուղը լրիվ արդեն դատարկվում էր, այս գործարանը կառուցելով արդեն լրիվ հետ կգան։ Միայն այս մի գործարանը նախատեսում է մոտ 150 աշխատատեղ, սա գյուղապետերը համարում են վերածնունդ նոր սերնդի ապագան։ Մեկ տարի անց մեր նկարահանող խումբը դարձյալ Չորաթանում է։ Արմինե Գևորգյանը անձամբ է համոզվել, որ գործարանը աշխատում է, այն էլ շուրջօրյա, եւ այսպես Չորաթանը ձեռնոց է նետում։ Հայաստանի հյուսիսային սահմանում ենք Տավուշի մարզի Չորաթան գյուղում։ Երևանից 223 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղը սահմանակից է Ադրբեջանին։ Այն հիմնվել է 1750 թվականին Արցախից այստեղ տեղափոխված 12 ընտանիքի շնորհիվ։ Գյուղում 320 ընտանիք է ապրում 1050 բնակչով։ Գյուղի մշակովի հողատարածքների հիմնական մասը թշնամու նշանառության տակ են եւ գտնվում են Չեզոք գոտում։ Հետևաբար գյուղացիների մեծամասնությունն իրենց օրվա ապրուստը հիմնականում վաստակում են արտագնա աշխատանքի շնորհիվ։ Սակայն մեկ տարի առաջ գյուղում բացված ձեռնոցների գործարանը մի նոր ու անսպասելի հնարավորություն էր չորաթանցիների համար։ 2015 թվականին Ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը այստեղ հիմնադրեց Տավուշ տեքստիլը։ Գործարան, որը պետք է արտադրեր բանվորական ձեռնոցներ։ Արտահանման շուկան նախապես հստակեցված էր, արտադրանքը պահանջված է Ռուսաստանում։ Գործարանի հիմնադիրը ծնունդով Տավուշցի Սուրեն Երիցյանը 20 տարի զբաղվել էր այս գործով, հայրենիքից դուրս, եւ քաջատեղյակ լինելով այս շուկայի առանձնահատկություններին, որոշել էր նույն գործունեությունը ծավալել նաեւ Հայաստանում։ Ավելի ստույգ ծննդավայրում, լավ գիտակցելով, որ գյուղացուն իր հողին պահելու համար էմոցիաներից ու հույզերից զատ աշխատանք է պետք։ Ուղղակի ուզեցինք սահմանում դնենք, որ ժողովուրդը չփախնի, աշխատատեղ ունենան, սահմանները պահեն։ Հիմա ունենք մարդիկ, որոնք Ռուսաստանից թողել եկել են, մեզ մոտ աշխատում են։ Ու հույս ունենք, որ էլի կգան։ Չորաթանում որպես արտադրամասի տարածք ընտրվեցին կիսակառույց ու խարխուլ անասնագոմեր։ Այժմ դրանք արդեն վերակառուցվել եւ դարձել են տպավորիչ արտադրական տարածքներ։ 2000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որտեղ այս պահի դրությամբ 24-ժամյա հերթափոխային աշխատանքային գրաֆիկ կա։ Արտադրամասը աշխատում է 3 հերթափոխով, ունի 120 աշխատող, 120-ից 150 հազար միջին աշխատավարձով։ 4 գյուղից աշխատողներ ունենք։ Առաջիկային պլանավորում ենք էլի ստանոկներ ներմուծենք ու բնականաբար աշխատատեղեր ավելացնենք։ Հնարավորություն են տալիս մարդկանց աշխատելու, շատ լավ է, շատ գոհ ենք։ Աշխատանք կլինի արդեն գյուղից դուրս չեն գա մարդիկ, կմնանք աշխատեն։ Ընկերությունը սակայն չի սահմանափակվելու միայն Չորաթանի արտադրամասով։ Նախատեսում են գործարկել եւս 5 նմանատիպ գործարաններ՝ Արծվաբերդ, Այգեձոր, Կոհ, Պառավաքար եւ Բերդ համայնքներում։ Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում միանգամայն իրատեսական են համարում, որ կստեղծվեն ընդհանուր առմամբ շուրջ 2000 աշխատատեղ, կատարելով մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում։ Չորաթանի արտադրամասի գործարկումից հետո ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործարանը չի աշխատում։ Տնօրեն Միքայել Եզեկյանը նմանատիպ լուրերը ընդհանրապես բամբասանք է որակում։ Գործարանը ոչ մի վայրկյան չի կանգնել, դուք ձեր այսքով տեսել եք, գործարանը 24 ժամ աշխատում է։ Կանգնելու նպատակ չունենք ու չենք կանգնելու, այդ մեր ամենաառաջի խնդիրն է, նպատակն է, որ կյանքում չեմ կարծում, որ մենք մեզ այդպիսի վատություն կանենք մեր ազգին, մեր ժողովրդին ու ինքներս մեզ։ Դեռ 2 տարի առաջ կառավարությունը սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելով փոխեց տնտեսական քաղաքականության ուղղվածությունը։ Հարկաբյուջետային կոշտ քաղաքականությունից անցում կատարելով առավել մեղմ քաղաքականության։ Արտոնություններ սահմանվեց սահմանապահ համայնքներում բիզնես գործունեություն ծավալող ընկերություններին։ Նրանք ազատվեցին հիմնական հարկատեսակներից։ Այս դեպքում շահութահարկից, իրացումից ստացված ավելացված արժեքի հարկից։
Տավուշ տեքստիլը նախորդ տարի 3 տարի ժամկետով ազատվեց նաև ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկից։ Փոխարենը ընկերությունը պարտավորվեց ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել մոտ 450 աշխատատեղ։ Այս պահի դրությամբ 150 աշխատատեղ արդեն ապահովված է, եւս 50-ը շուտով կբացվի։ Իսկ մինչև տարվա վերջ կգործարկվի արծվաբերդի արտադրամասը, որտեղ էլ նախատեսվում է 250 աշխատատեղի բացում։ Ամեն փոքր օգնությունն էլ մեկ այլ առաջ է գցում։ Չինարի համայնքի հետ շատ սերտ աշխատում ենք, տնայնագործական աշխատատեղեր ստեղծելու, աշխատելու են տանը, իրենց տրամադրելու ենք բոլոր պայմանները։ Այս պահի դրությամբ ուրեմն ներկրվել է 12 մեքենա, հենց այդ նույն արտոնությունները 3 տարով որ մեզ տվել էին, հենց դրանցից մեկը 12 եզրակարող մեքենաներն են, որոնք ծառայելու են մեր Չինարի բնակիչներին տանը աշխատելու համար։ Առաջնագիծն առավել քան ամուր է, երբ թիկունքն է ամուր, իսկ թիկունքն ամուր լինելու համար հատկապես սահմանամերձ բնակավայրերում մարդկանց ուզածն ընդամենը արժանապատիվ աշխատանքն է։ Ու եթե այսպես շարունակվի, երևի թե գյուղը կարողանա մի օր էլ, գուցե նաև իր ուժերով լուծել ճանապարհների խնդիրը, որոնք հատկապես անձրևային եղանակին սահմանամերձ Չորաթանը ընդհանրապես կտրում են աշխարհից։